Ողջույն սիրելի հայրենակիցներ, տեսակապով ես այսօր հարցազրույցի եմ հրավիրել հասարակական քաղաքական գործիչ Վահրամ Մկրտչյանն է այսօր իմ հյուրը, ողջունում եմ ձեզ պարոն Մկրտչյան, շատ ուրախ եմ, որ համաձայնեցիք այս ձևաչափով մեր զրույցին, մանավանդ երբ երկար ժամանակ է չենք զրուցել։ Շնորհակալ եմ, որ ընդունեցիք հրավերս։ Շնորհակալ եմ հրավերի համար, Արմինե ջան, եւ օգտվելով առիթից ուզում եմ այս գեղեցիկ օրը շնորհավորել մեր մայրերին, քույրերին, հայոց կանանց, թող լինի երջանիկ եւ անհոգ օրեր։ Չնայած այդպեսին դժվար է սпасել դիմացը։ Այո, շնորհակալ եմ, ցավոք բոլոր այն կանայք, ովքեր տեսնում են, թե ինչ է կատարվում մեր երկրում եւ մեր երկրի դեմ, չեն կարող հանգիստ ապրել, քանի դեռ չի տեղի ունեցել անհրաժեշտ փոփոխությունը եւ քանի դեռ մեր երկիրը գտնվում է օտար ուժերի սպասարկման, այսպես դաշտում եւ քաղաքականություն է վարվում մեր երկրի դեմ այնպիսին, որը վտանգում է մեր անվտանգությունը, մեր խաղաղությունը, ի վերջո հայկինը պիտի ապրի այնպիսի Հայաստանում, որը լինի ուժեղ, ապահով եւ այդ ժամանակ բոլորս մեզ լավ կզգանք։ Այնպես որ շատ շնորհակալ եմ ամեն դեպքում բարեմաղթանքների համար, անցնենք մեր հարցազրույցին, պարոն Մկրտչյան։ Տեսեք, մի քանի ամիս է, որ ազգային բարերար հայտնի գործարար Սամվել Կարապետյանը քաղաքական գործընթացներին մասնակցելու, նաև ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել, ստեղծվեց քաղաքական ուժը, իսկ վերջերս նաև ձևավորվեց, ստեղծվեց ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ դաշինքը։ Եվ արդեն նախընտրական դաշինք է, այստեղ էլ տեղի ունենում համախմբում, դաշինքի հետ նաև կան ուժեր, որոնք եւ միավորվել են եւ նաև օժանդակում են, աջակցում են եւ այս իրավիճակում երեք գիշերը ՔՊ-ն շատ արագ այսպես հայտարարություն տարածեց, բավական ուշ ժամի էր 3, որ արտահերթ նիստ է իրականացնելու խորհրդարանում եւ ընտրական օրենսգրքում փոփոխություն պետք է իրականացվի։ Ես ուզում շատ արագ ներկայացնել, թե ինչ փոփոխության մասին է խոսքը, հետո կվերլուծեք, թե ինչի հետ գործ ունենք, հա։ Ընտրական օրենսգրքի փոփոխություն, այն կուսակցությունները, որոնք ունեն անձնանվան հետ կապված անուններ, այսինքն եթե դաշինք է, ապա անուն կա, անձնանուն կա դաշինքի անվան մեջ, կամ կրում են պետության հետ կապված անուն, ապա չեն կարող մասնակցել ընտրություններին։ Պարոն Մկրտչյան, խնդրեմ ձեր դիտարկումը այնքան ակնհայտ է, որ խոսքը վերաբերում է ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ դաշինքին, որտեղ որևէ մեկը մեկ այլ դաշինք կամ կուսակցություն անունով չի հանդես գալիս, չէ, անձնանունով։ Ինչու այսպես հապշտապ խիստ անհանգստացած ՔՊ-ն որոշեց նման որոշում կայացնել, սա ինչ է նշանակում ձեր դիտարկմամբ, պարոն Մկրտչյան։ Տեսեք, իմ խորը համոզմամբ, նույնիսկ եթե այս որոշումները չընդունեին, իրենք ամեն ինչ պետք է անեին, որպեսզի առաջատար Սամվել Կարապետյանի թե կուսակցությունը, թե դաշինքի ձևով այդ ձևաչափով մասնակցության իրավունքը ինչ որ ձևով խոչընդոտեին։ Այս պահին հարմար են գտել այդ խոչընդոտումը, որը գիտեք ամենաթողություն է ցանկացած առումով, կլինի մարդու իրավունքների, կլինի ընտրական գործընթացների, բոլորս հայտնի է, որ նախկինում, երբ որ ընտրական օրենսգրքում որևէ փոփոխություն էր նախատեսվում, դա պետք է ընտրություններից 1 տարի առաջ լիներ, որպեսզի մասնակից ուժերը, հանրությունը պատրաստվեր այդ փոփոխությանը։ Իրենք հապշտապ սա արել են, որովհետև սոց հարցումները ցույց են տալիս, որ առաջատարը Սամվել Կարապետյանի ղեկավարած քաղաքական ուժն է, եւ երբ որ իրենք մտածում են Սամվել Կարապետյան անուն ազգանունը հանեն քվեթերթիկից, մի տեսակ շփոթ կառաջացնեն, մանավանդ կարծում են, որ հիմա իրենք նույնիսկ կարող է, եթե նույնիսկ դա օրենքը անցնի եւ լինի ուղղակի հզոր Հայաստան դաշինք դիցուկ, իրենք մի այդպիսի եզրույթով մի այլ բան կբերեն, որպեսզի շփոթ առաջացնեն։ Սա ցույց է տալիս իրենց անհանգստությունը եւ կարծում եմ իրենք զգում են իրենց մոտալուտ հեռանալը, ուզում են ամեն ինչ անել, որ եւս մի անգամ մնա, որպեսզի իրենց սև գործը ավարտին հասցնեն։ Տեսեք, պարոն Մկրտչյան, իրենք հայտարարում են, որ սա որևէ մեկի դեմ չէ, սա տեխնիկական փոփոխություն է ընդամենը եւ ավելին ասեմ ձեզ, բարձում է այս փոփոխությունը ցանկություն են ունեցել կատարել ավելի վաղ, բայց 2025-ին
2024-ին է Իոնիսյանի ասելով, հա, փոփոխությունը արվել, թե 25-ին, այսպես, հա, բայց մինչև վերջ ՔՊ-ն չի գնացել այդ փոփոխության իրականացման ուղղությամբ եւ թողել է այն տարբերակը, որ այսինքն որի նման խնդիրներ չեն ստեղծել իրենք հանկարծ մեկ շաբաթ առաջ, երբ արդեն պետք է վերջնական փաստաթղթերը բոլոր կուսակցությունները ներկայացնեն ընտրական հանձնաժողովին, կենտրոնական ընտրական հանձնաժողովին, որոշել են հապշտապ շատ արագ այս փոփոխությունն անել։ Սա հիմա մենք եթե հստակ արձանագրենք, նպատակը իսկապես Սամվել Կարապետյանին ընդհանրապես թույլ չտալ մասնակցել ընտրություններին։ Մենք հենց իրապես այս փաստի հետ գործ ունենք եւ սա որքանով է միջազգային նաեւ օրենքների համաձայն, այնտեղ Վենետիկի հանձնաժողով կա եւ այլն, որքանով է համահունչ այս ընտրական ամբողջ գործընթացներին կամ ընդունված օրենքներին ու որոշումներին։ Խնդրեմ։ Գիտեք, որ մենք բոլորս գիտենք մոլդովական սցենարը ինչպես ընթացավ, իրենք այս նույն ձեռագրով են ընթանում, իրենց ցանկացած խոսակցություն, տարաբնույթ մեկնաբանություններ, դրանք բոլորը սուտ են եւ հանրությանը մոլորեցնելու համար են։ Ես կարծում եմ, որ իրենք արդեն այնպիսի իրավիճակում են, քանի որ ունեն եվրոպական տարբեր կառույցների աջակցություն, իրենց արդեն չի հետաքրքրում Վենետիկի հանձնաժողովի կարծիքը, որը հստակ այդ նորմը միշտ առաջ է քաշել եւ խորհուրդ է տվել, որ անպայմանորեն 1 տարի առաջ լինի փոփոխությունները։ Քանի որ մոտ օրերս էլ եվրոպական համապատասխան կառույցների ղեկավարները գալու են Հայաստան եւ ամենաթողություն են տալու, այսպես ասած, կանաչ լույս են վարելու Նիկոլ Փաշինյանի եւ իր թիմի առաջ, եւ իրենք կօգտվելով այդ առիթից, որ եվրոպական տարբեր հարթակների կողմից պարտադրված զիջումները, որոնք հաճախակի նաեւ գալիս են Ալիևի եւ Էրդողանի ձեռամբ եւ խոսպիթով, իրենք ընդունում են այս զիջումները արտաքին աշխարհին, հետեւաբար նրանք է թողտվություն են տալիս ամեն ինչ անել վերարտադրվելու համար։ Այս գործողությունները միտված են վերարտադրությանը։ Ես ուզում նաեւ ասել, որ եթե մեր հանրությունը հանկարծ իր մեջ ուժ չգտնի կանխարգելելու այս կամայականությունները, ուրեմն դա մեր պետության արդեն վերջը սկսվել է, վերջի սկիզբից մի քիչ կողմ ենք եկել, կգահավիժենք անդունդը։ Այս ընտրությունները կարծում եմ, որ շատ բնութագրական կլինի, եթե մենք համեմատենք նախորդ դարեսկզբին մեր ազգային հերոսամարտերի հետ, մասնավորապես Սարդարապետի ճակատամարտի հետ եւ այլն, որտեղ մեր ազգի գոյության հարցն էր դրված, բայց մենք այդ ճակատամարտը հաղթեցինք եւ ստեղծեցինք մեր առաջին հանրապետությունը, հիմա էլ պետք է ամբողջ հանրությունը, դա քաղաքական էլիտաներն են, մտավորականությունն է, հայեցի ուժերն են, պետք է միավորվեն եւ վերջ դնեն այս անկումը։ Հակառակ դեպքում մենք իրոք չենք ունենա մեր հայրենի հողի վրա ապրելու հնարավորություն։ Պարոն Մկրտչյան, այս պահին, երբ մենք խոսում ենք, արդեն ազգային ժողովը ընդունել է, բնականաբար այդպես է պիտի լիներ, իրենք մեծամասնություն են եւ իրենց քվեն բավարար էր, որպեսզի իրենց ձայները բավարար էին, որպեսզի իրենք ընդունեին այս առաջին ընթերցմամբ ընդունվել է այս խայտարակ նախագիծը։ Լավ, ըստ ձեզ ինչ պետք է անի ուժեղ Հայաստան այս իրավիճակում։ Այնտեղ որոշակի ակնարկներ էին հնչում, այսօր իհարկե բողոքի ակցիաներ նաեւ տեղի ունեցան խորհրդարանի դիմաց, ուժեղ Հայաստանն էր կազմակերպել, բազմաթիվ մարդիկ էին այնտեղ, ընդ որում հետաքրքիր էր այդ պահին եվրոպայից ներկայացուցիչներ եկան խորհրդարան, ես չգիտեմ ովքեր էին իրենք, բայց եւ հենց այդ պահին բողոքի ակցիայի մասնակիցները բղավում էին, որ Հայաստանում բռնապետություն է, ժողովրդավարություն չկա եւ այլն տեղեկացնում էին, հա, եվրոպական չգիտեմ որ կառույցի ամեն դեպքում ներկայացուցիչներն էին։ Դուք ինչ եք կարծում, լավ ասեցիք, որ կանաչ լույս է տրվել, հենց Եվրոպայից է կանաչ լույս տրվել եւ իրենք շատ արխային են, ժողովրդի խոսքով ասած, որ ամեն ինչ կարող են անել։ Հիշում եք մի պատգամավոր կար Հասմիկ անունով, ասում են, որ կիսաբաց լուսաբացներում է, լուսաբաց, չգիտեմ, եւ նման հաղորդման մասնակից եղել, ԿՊ-ական, եւ ինքը վերջերս, այսպես ասում էր լրագրողներին, որ հա, մենք մի օրենք կընդունենք եւ թույլ չենք տա, որ Սամվել անունով անձիկ մասնակցեն ընտրություններին։ Այսինքն, սա խեղճկատակություն ասես, թե ինչ, այսինքն, այս մարդիկ պետության ղեկավարումը այնքան են անլրջացրել ու ինչ, այն որ ասում են շրիշակի մակարդակից ցած է իջել ամեն ինչ եւ
թողտվությունն այնքան մեծ է, որ ամեն ինչի իրենք ունակ են։ Հիմա ինչ պետք է անի կոնկրետ այն ուժը, որը թիրախավորված է։ Բացի այն, որ ժողովուրդը այո, մեծ դեր ունի ընտրության հարցում, իր ձայնով խառնելու ՔՊ-ի խաղի կանոնները, հա, խաղը, այսպես ասեմ, բայց ինչ պետք է անի ըստ ձեզ ուժեղ Հայաստանը, փոխի պիտի անունը, ինչ քայլեր պիտի դիմի, ասենք, ինչ ճանապարհային քարտեզ կարող են իրենք ունենալ ըստ ձեզ։ Արմեն ջան, մինչև դրան անցնելը կոնկրետ դե բնականաբար ես պետք է ընդհանրապես խորհուրդ տամ, թե ինչ անել, իրենք պիտի որոշեն, Դե հա։ բայց սա ազդակ է, որ ընտրություններով Հայաստանի Հանրապետությունում այսօրվա իշխանությունները չեն տալու որևէ մեկին։ Եթե դուք հիշում եք 96 թվականին, երբ որ Վազգեն Մանուկյանը բացարձակ մեծամասնությամբ հաղթել էր, այն ժամանակվա քաղաքական ուժի ներկայացուցիչներն ասեցին, սրանց նայեք, ուզում են թուղթ գցելով իշխանություն փոխել, 100% էլ հավաքեիք, մենք ձեզ իշխանություն չենք տա։ Նույն ձեռագիրն է այսօր։ Փոխվել է մի քիչ դեմոկրատական շղարշը շատ է, եւ իրենք, գիտեք, այսպես պիտի ձևակերպել։ Իրենք 18 թվականին իշխանազավթել են երկիրը, տարբեր տիպի մեթոդներ կիրառելով, ճնշումներ գործադրելով, ահաբեկելով եւ ընտրողին եւ քաղաքական ուժերին։ Այսօր նույն ահաբեկությունը շարունակվում է։ Նրանք պատերազմով են ահաբեկում ժողովրդին, որ իրենց քվետա, տեսեք, այս նույն որոշումը, որ իրենք այսօր ընդունել են օրենքը, այսպես ասած, դա շատ մտահոգիչ է։ Եթե նույնիսկ չընդունեն, ես այսպես եմ արդեն իրավիճակը վեր եմ լուծում այսպես։ Իրենք ասում են նույն 96-ի այսպես հղումը, ինչ էլ անեք, չենք տալու իշխանությունը։ Բայց Սամվել Կարապետյանի անունը գրանցել եք կամ ուզում եք գրանցեք, եւ մենք տեսնում ենք, որ հեղինակությունը բարձր է, հետեւաբար չենք թույլ տալու։ Վաղը ենթադրենք ձևաչափը փոխեն, մեկ ուրիշ դաշինք ձևակերպեն, ուրիշ ուժ դնեն անունը առանց Սամվել Կարապետյանի, եւ եթե իշխանությունը տեսնի, որ այս ուժն էլ է հաղթում, կգնա ուղղակի կացնահարման, կբռնի, կձերբակալի կամ ընտրական գործընթացներից ինչ որ մի պահի մի այլ բլեֆ կանի եւ խաղից դուրս կթողի այդ ուժին։ Ընդհանուր ես կարծում եմ, որ եթե բոլոր խարդավանքները չանցնեն, բոլոր մանիպուլյացիաները չանցնեն եւ ժողովուրդը այդուհանդերձ ընդդիմությանը քվե տալու միտում ունենա, սրանք նույնիսկ կհրահարեն տարբեր տիպի միջադեպեր, որպեսզի ռազմական դրության պես մի բան մտցնեն, չգիտեմ, հատուկ դրություն մտցնեն, որպեսզի ընտրություններն հետաձգեն կամ դրանց արդյունքները արկախեն հետագայում իրենց տերերի հետ քննարկելուց հետո փորձեն նորից գալ լուծումների։ Այդ առումով, սիրելի Արմինե, շատ բարդ է իրավիճակը եւ ցավում եմ, անչափ ցավում եմ, որ այս իրավիճակում էլ բազմաթիվ մանր ու միջին քաղաքական ուժեր, որոնք իրենց ընդդիմություն են համարում, լցվել են դաշտ եւ փորձում են առանձին հայտ ներկայացնել, չգիտեմ, տարբեր տիպի, այսպես անձնական շահեր հետապնդելով, որը անընդունելի է ընդհանրապես։ Եվ մենք տեսնում ենք, որ կան բայց ուժեր, որոնք փոքր են, միջին են, չգիտեմ, մեծ են, իրենք ուզում են գնալ կոնսոլիդացիայի եւ նույնիսկ, ասենք, հանրապետական կուսակցությունը եւ մյուս կուսակցություններից ՀԺԱՄ-ը, Բաղրատյանի կուսակցությունը, որոնք միավորվում են տարբեր ուժերի հետ, ու այստեղ գիտենք, որ 2-3 ուժ են հիմնականում ընդդիմության մեջ խաղացողներ, պետք է իրանց աջակցել, որպեսզի հնարավորություն լինի, թե չէ կորսված է ամեն մի հույս։ Այո, ճիշտ եք։ Իդեպ հիշեցիք 1996 թվականը, ես էլ հիշեցի, որ այնտեղ կային մարդիկ, անունները չտամ, բայց ներկայանալի անձիկ էին, հենց այդ իշխանության առաջին դեմքերից էին, ովքեր ասում էին, ինչը կարող է, պիտի սկուտերի վրա մենք իշխանությունը հանձնենք Վազգեն Մանուկյանին, եւ ամեն ինչ արեցին, ընդհուպ մինչեւ շատ լավ եմ հիշում, օպերայի հրապարակում կրակել էին հավաքվածների ոտքերին, հա, այսպես կրակել էին, հետո ասեցին օդ ենք կրակել, թե ինչ, ամեն դեպքում ամեն ինչ արվեց, որպեսզի տեղի չունենար այդ փոփոխությունը եւ դա շատ վատ հետևանք ունեցավ մեր երկրի հետագա քաղաքական ճակատագրի վրա, մինչ այսօր մենք դրա վտանգավոր հետևանքները տեսնում ենք։ Եվ հիմա փաստորեն դուք շատ ճիշտ նաև հիշեցեցիք Մոլդովայի նախադեպը, արևմուտքը փաստորեն կարող ենք ասել, որ ամեն ինչ կանի Հայաստանում, որպեսզի նույն սցենարը իրականանա, որովհետև սրանք դիտում են Սամվել Կարապետյանին, տանում են դեպի ռուսական դաշտ։
ներկայացնում են որպես ռուսամետ գործիչ, գործարար եւ նրա ուժն էլ համարում են հենց այդ դաշտում տեղավորվող, հետեւաբար աշխարհ-քաղաքական հակասություն են ստեղծում։ Կարծես հատուկ եւ միտումնավոր սրում են դա, որ այսինքն չեն ասում, որ գործ ունենք ազգային բարերարի հետ, Հայաստանի համար շատ մեծ գործ արած, այլ շեշտում են այն հանգամանքը, որ գործ ունենք ռուսամետ գործչի հետ, իսկ հիբրիդային պատերազմը Հայաստանին վտանգող գալիս է Ռուսաստանից։ Այս ամբողջ շղթայի մեջ են իրենք տեղավորել այս գործընթացը եւ փաստորեն այստեղ իրենք ունեն արևմուտքի հստակ աջակցությունը։ Այս առումով ինչ կասեք եւ հենց այդ աչք փակել ամբողջությամբ տեղավորվում է արևմուտքի աչք փակելու մասին է խոսքս, տեղավորվում է հենց այս տրամաբանության մեջ։ Այս առումով ինչ կասեք, խնդրեմ։ Այն պատվերը, ինչ որ արևմուտքը, հավաքական արևմուտքը դրել է այսօրվա իշխանության առաջ, դա Հայաստանը դուրս բերել է Ռուսաստանի ազդեցության գոտուց։ Սրա համատեքստում է տեղավորվում նաև այն, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց 22 թվականին, որ Արցախը Ադրբեջանի մաս է։ Գիտակցելով, որ հետո պիտի Արցախը հայաթափվի, հետո դա պիտի ասեն ռուսական խաղապահին տեղեր ինչու չարեց, այսպես շղթայական պիտի գա, հետո ռազմաբազան դուրս գա եւ այլն եւ այլն։ Այս տրամաբանությունից ելնելով է, որ նոյեմբերի 9-ի հուշագրում այդ զինադադարի մասին, երբ որ գրված էր Լաչինի Միջանցք, հետո պետք է նաև ճանապարհներն ապաշրջափակվեին, այդ շրջափակման գործընթացը ձգձգվեց, որպեսզի Ռուսաստանը չկարողանա հսկել ոչ Լաչինի Միջանցքը, ոչ էլ այն ճանապարհները, որոնք պետք է բացվեին։ Ինչևէ, անցավ այդ իրավիճակը, հիմա գնալով դեպքերը զարգացան, հետո առաջացավ թրիպը, որ պետք է այստեղ արդեն Թուրքիան լինի։ Ամենավտանգավորը, որ մեր հանրությունը այսպես լավ չի ընկալում եւ իշխանությունները շատ գեղեցիկ ձևով մատուցում են իբր այդ Միջանցքը տնտեսական առաջընթացի մաս կդառնա։ Բոլորիս հայտնի է, սա ոչ միայն թուրանական նախագծի կարևորագույն մաս է, այլ հավաքական Եվրոպան ուզում է, որ այստեղ հարավային Կովկասում դերակատարությունը 100%-ով հանձնի Թուրքիային, այսինքն բոլոր այն մարդիկ, որոնք մտածում են, որ պետք է իշխանությունը վերարտադրվի, որովհետև խաղաղություն է, թվացial, չգիտես ինչ է, պիտի քաջ գիտակցեն, որ մեր սուվերենությունը կորելու է, բայց ոչ թե որևէ հզոր պետության մանդատի ներքո, այլ հենց Թուրքիայի մանդատի ներքո։ Ես ի ապացույց դրան ասեմ, որ ինչպես Հական Ֆիդանն է ասում, արտգործնախարարը Թուրքիայի, ինչպես ասում է Ալիևը, նրա քաղաքական այլ մարդկանց բերանով, որ իրենք աջակցում են Նիկոլ Փաշինյանին եւ նրա վարած քաղաքականությանը։ Իսկ մենք տեսնում ենք նրա քաղաքականության արդյունքը, որ մենք կորցնում ենք Արցախը, կորցնում ենք մեր սուվերեն տարածքները, կորցնում ենք մեր ազդեցությունը, մեր հասարակության ներսում մենք ինքներս կորցրել ենք մեր ազդեցությունը։ Իրենք են մեր համար քաղաքական օրակարգ թելադրում։ Իրենք են ասում պետք է 300,000 ադրբեջանցիներ վերադառնան, դրան պատասխան մեկ բառ անգամ չի հնչում, որ դե թող գոնե լավ, չասենք 500,000-ն է վերադառնա Բաքու, ասում մեր 140,000-ը թող վերադառնա Արցախ։ Այսինքն, հարգելի հայրենակիցներ, Արմինե ջան, եթե Աստված մի արասցե, մեր ընդդիմությունը խելքը գլուխը չհավաքի եւ միասնական ճակատով գործի, չեմ ասում մեկ միասնական ցուցակով, միասնական ճակատով, այսինքն օրակարգը պիտի լինի ամեն ինչ անել, ընտրակեղծիքների դեմ առնել, հավաքական ընդդիմադիր շտաբ ստեղծել եւ միասնական պայքարել կեղծիքը թույլ չտալու համար։ Հակառակ դեպքում ավարտվում է, ուզում ես 50, ուզում ես 30 պատգամավոր ունեցի, ուզում ես 48 պատգամավոր ունեցի ընդդիմադիր դաշտում, ոչ մի բան անել չես կարող։ Այս է իրավիճակը։ Հա, այսինքն այս պայքարը ոչ թե լինելու է ընդամենը մի քանի մանդատների համար, այլ մենք լուրջ փոփոխություն պիտի անենք, ուղղակի իսկ փոփոխությունը պիտի արտահայտվի հետևյալ կերպ. հեռացնել այս իշխանությանը։ Միակ Հայաստանի փրկության ճանապարհը սրանց հեռացումն է։ Դուք շատ կարևոր հիշեցում արեցիք Ֆիդանի հայտարարության հետ կապված Թուրքիայի արտգործնախարարի, որ իրենք պաշտպանելու են այս ընտրություններում Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը։
Ես ասեմ նաև, որ Ալիևը իր բոլոր խոսքերում եւս արտահայտում է այդ համակրանքը առ Նիկոլ Փաշինյան։ Մյուս կողմից մենք այստեղ լսեցինք նաև Միացյալ Նահանգների պետքարտուղարի Վենսի, որ այստեղ Հայաստանում էր, հայտարարությունը Փաշինյանին աջակցելու մասին։ Հիմա կարող, իդեպ սրանք այն ուժերն են՝ Թուրքիան, Ադրբեջան, Միացյալ Նահանգներ, որոնք ակտիվ իրականացրեցին Արցախի հայաթափումը։ Այսինքն Արցախը Հայաստանից պոկելու միտված ուղված քաղաքականություն իրականացնող պետություններն են, որոնցից երկուսը հստակ թշնամական պետություն են։ Հիմա կարող ենք ասել, պարոն Մկրտչյան, որ սա մի նախադեպը չունեցող երևույթ է Հայաստանի պատմության մեջ, Հայաստանի գոնե թե անկախության հատվածում առաջին անգամ է, որ Թուրքիայի թեկնածուն, Ադրբեջանի թեկնածուն, որում բացահայտ մասնակցելու է ընտրություններին եւ այդ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է։ Այո, մենք հիմա կարող ենք ասել նրանց սրտի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է, թուրքական։ Դե եթե ձեր ասած թշնամի հարևան պետությունների բարձր քաղաքական ղեկավարությունը ասում է ես աջակցում եմ այդ անձնավորությանը, բնականաբար իրենց սրտի թեկնածուն է, որովհետև իրենք քաջ գիտեն ազգային քաղաքական որևէ այլ ուժ, եթե ներկայանա ընտրություններին եւ հաղթանակ գրանցի, իրենք կզրկվեն այն պարտվողական քաղաքականությունից, որը վարում է այսօրվա իշխանությունը։ Միանշանակ գիտեն դա։ Դրա համար ամեն ինչ կանեն ընդհանուր միջև տարբեր տիպի ներքին եւ արտաքին խժդժություններ։ Դրանից է պետք է հաստատ պատրաստ լինել դրան, չընկրկել, չվախենալ։ Մենք ավելի բարդ օրեր ենք տեսել, ավելի դժվար, հայ ժողովուրդը այնքան խելամիտ է, որ կկարողանա դա հաղթահարել։ Ես վստահ եմ, մնում է իհարկե մի բացառությունը, որ մի քանի ամբիցիաներ մի կողմ դնեն, այսպես նկատելի քաղաքական ուժերը եւ փոքրերը ոտատակ չմնեն, այսպես ասած, էլի։ Դրան չփոշիացնելու համար այդ առումով։ Դուք որ ուժերին եք ակնարկում, օրինակ, որ ուժերն են, որոնք կարող են այդ միասնությանը խանգարել։ Կան ուժեր, որոնք հենց հայտարարեցին այս մի քանի օրվա ընթացքում, որ որպեսզի չխանգարեն ընդդիմադիր ձայների փոշիացմանը չնպաստեն, իրենք չեն մասնակցի ընտրություններին, այլ կաջակցեն կամ եթե կարող են կմիանան այդ դաշինքին, այսինքն Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ դաշինքին միացած երկու ուժ կա արդեն, որի հետ երկու ուժերի հետ Նարեկ Կարապետյանը վերջերս ստորագրեց հուշագիր։ Բայց դրա հետ միաժամանակ լսեցինք Ժառանգության, Բակրատյանի, այսինքն Ռաֆի Հովհաննիսյան, Հրանտ Բակրատյան հայտարարությունները, նաև Հժամի, որի այսպես հիմնադիր նախագահան դուք եք, պարոն Մկրտչյան։ Այսինքն դուք այն ուժն եք, որը հայտարարեց չենք մասնակցի, որպեսզի չպառակտենք, չփոշիացնենք, չմասնատենք ձայները, բայց կօգնենք։ Նման հայտարարություն արեց նաև Հանրապետական կուսակցությունը։ Որ ուժերին եք դուք ակնարկում, որոնք իրենց մասնակցությամբ կվնասեն այդ համախմբմանը։ Շնորհակալ եմ Մարմնե ջան, մի ճշգրտում անեմ, Հժամը հիմնադրվել է 2001 թվականին, նախագահն առաջի եղել է Սերյան Ավագյանը, ես եղել եմ տեղակալ, հետո ես երկրորդ նախագահն եմ եղել։ Գիտեք, անուններ չտամ, բայց իմ խոսելուց բոլորը կհասկանան, թե ում եմ ակնարկում։ Բոլոր այն իրենց ընդդիմադիր դաշտում պատկերացնող կամ հորջորջող ուժերը, որ ասում են մենք ընդդիմության դաշտում ենք գործում, որոնք վստահ են, որ չեն կարողանալու անցնել 4%-ը, դրանց բոլորի գործողությունները քննադատելի են։ Թերևս միայն մեկ դեպքում, որ կան ուժեր, որոնց ես ճանաչում եմ եւ գնահատում, որոնք ինքնուրույն հայտ կներկայացնեն ընտրություններին մասնակցության, բայց իմ ընկերական տարբեր տիպի խոսակցությունների ժամանակ իրենք հավաստիացնում են, որ եթե մենք ընտրաշավի ինչ-որ մի պահից, որը դեռ հնարավոր է ինքնաբացարկ հայտարարել, եթե մենք զգանք, որ չենք անցնում, չփոշիացնելու համար ուժեր եւ չաջակցելու իշխանություններին այդ ձևով, իրենք կհանեն իրենց թեկնածությունները եւ կմիավորվեն կամ կհայտարարեն, որ աջակցում են այդ պահի դրությամբ առաջատար ուժին։ Քավլիցի նրանք էլ այսօր կարող գործառույթ կարող են իրականացնել։ Իսկ նրանք, որոնք ի սկզբանե երևում է, որ իրենք, չգիտեմ, այնքան փոքրաթիվ են, որ նույնիսկ 1-2 հազար ձայն չեն կարող ստանալ
մի քիչ ավել կամ մի քիչ պակաս, բայց իրենք հայտը ներկայացնում են մասնակցության, ուրեմն իրենք հաստատ ազգային օրակարգ չեն սպասարկում, իրենք սպասարկում են իշխանությանը, այս կամ այն կերպ։ Իսկ հիմնական այդ համախմբումը չէ կարծում, որ հետընտրական շրջանում ավելի հետաքրքիր տարբերակով կարող է տեղի ունենալ։ Այսինքն այն ուժերը ընդդիմադիր, որոնք անցան շեմը, արդեն խորհրդարանում կարող է այսպես ուժեղ դաշինք։ Դա իհարկե հետընտրական ընթացքի մասին է խոսքս, բայց մինչև այդ պետք է նախընտրականը հաղթահարել իհարկե։ Արմինե ջան, երկու կարևոր սցենարով կարող է ընթանալ։ Ես բացառում եմ գործող իշխանության միանգամից 50 եւ ավել տոկոս հավաքելը, դա բացառում եմ։ Այդպիսի իրավիճակ չի Հայաստանում եւ ընտրողները շատ լավ քաջ գիտակցում են, թե ում հետ գործ ունեն։ Այս տարբերակը չկա։ Բայց միևնույն ժամանակ արձանագրում եմ, որ այս պահի դրությամբ մեկ այլ ուժ նույնպես չի կարողանում ինքնուրույն 50%-ը հավաքել։ Հետևաբար եւ իշխանությունը եւ ընդդիմության առաջատարները գնում են այն սցենարով, որ պետք է ապագա խորհրդարանը հետ ձևավորվի, իրենք կոալիցիոն process նախաձեռնեն։ Այո։ Սա ծրագիր, այսպես ասած, ծրագիր մինիմումն է, հա, այսպես որ անպայման ապահովել ընտրական process-ի ժամանակ, որ Նիկոլ Փաշինյանը եւ իր ղեկավարած ուժը չհաղթի առաջի փուլում, գնա կոալիցիոն այսպես տրամաբանության մեջ։ Եթե կոալիցիոն տրամաբանության մեջ էլ չստացվի անել, ապա այնպիսի իրավիճակներ ստեղծել, որ ընթանա երկրորդ փուլ, երկրորդ փուլում արդեն ընդդիմության առաջատար, ասենք Սամվել Կարապետյան եւ իշխանության ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյան։ Արդեն երբ որ այս երկուսն են մնում քվեարկության քվեթերթիկում, միանշանակ ուժեղ Հայաստան կամ ապագայի միշտ ձևակերպում կստանա այդ ուժը, որը Սամվել Կարապետյանը կղեկավարի, դա հաղթելու է բացարձակ մեծամասնությամբ։ Ուրեմն պիտի ձգտել ծրագիր մինիմում, որ գնալ կոալիցիայով փորձել առաջի փուլում ամփոփել, եթե դա չի ստացվում, ապա երկրորդ փուլում միանշանակ ընդդիմությունը հաղթանակ է գրավում, բայց մենք իզուր չհիշատակեցինք, որ 96 թիվը ունեցել է պետությունը, երբ որ 64% հաղթանակած նախագահին ասում են ստեսություն քեզ։ Բռնի ուժ, կրակոցներ, ձերբակալություններ, բանտարկություններ եւ այլն։ Նաեւ պետք է պատրաստ լինել, որ իշխանությունը այնքան է մտահոգված իշխանության կորստով, որովհետեւ իրենց տերերը թույլ չեն տալիս, որ ինքը հեղանա, թերևս ցանկացած ողջամիտ հայ մարդ այս իրավիճակում չէր ուզենա վերարտադրվել։ Նա կուզենար գնար հանգստի իր համար երաշխիքներ փորձեր պոկեր, հա, հաղթող ուժերից գնար հանգստի մի խոսքով։ Իհարկե դեռ պետք է դրա համար որոշակի պայմաններ լինեն, որ թույլատրվի նահանջը, արժանապատիվ նահանջը։ Սա է իրավիճակ, այսինքն պետք է նաև հետընտրական զարգացումների մասին մտածել, որովհետև դրանք Աստված մի արասցե, որ ավանտյուրաների վրա հիմնված լինեն, իմ ասած սցենարը իրականանա, ենթադրենք սահմանային միջադեպեր, որը կբերի ավելի բարդ իրավիճակի։ Այստեղ շատ կարևոր է նաև հաճախ է հնչում, որ նախկին իշխանությունները, այսինքն այն ուժերը, որոնք այսպես թաթախված են եղել իշխանության մեջ, օրինակ ուժեղ Հայաստանը չի նախընտրում նման ուժերի հետ դաշինք կազմել։ Իրենք հստակ ասում են, մենք նոր ուժերի հետ ենք պատրաստում գնալ, այն ուժերի հետ, որոնք չեն կազմել իշխանություն եւ պատասխանատու չեն այս խայտառակ իրավիճակի համար։ Այդ մարդիկ ուզում են մաքուր ձեռքերով մարդկանց հետ համագործակցել։ Այս առումով շրջանակը նեղանում է, թե ոչ, որովհետև կան ուժեր, որոնք այսպես ես օրինակ տեսա, որ ՀԱԿ-ը նախկին ՀՀՇ-ն ՀԱԿ-ը ինքը եւս ցանկություն է ունեցել դաշինքում լինել ուժեղ Հայաստանի հետ, բայց հետո ինչ-ինչ պատճառներով դե հասկանալի թե ինչու։ Եվ խոսնակը Մարիաննա Ղարամանյանը եւս մեկնաբանեց, որ մենք ուզում ենք նոր ուժերի հետ գնալ դաշինքի։ Այս քաղաքականությունը ինչպես եք համարում, նորից եմ ասում, շրջանակը համախմբման սա չի նեղացնում, թեպետ օգտակար է նոր ուժերի ձևավորումը, մաքուր էջից, նոր էջից, մաքուր ձեռքերով ուժերի հետ համախմբումը, բայց ինձ թվում է որոշակի այսպես նեղացնում է, հա, շրջանակը, ինչ կարծիքի եք, համախմբման շրջանակի մասին է խոսքս։ Այսպես պատասխանեմ, մեր հանրության
մտածողությունը թունավորված է մեկ շատ վատ վիրուսով, ահավոր վատ։ Դա մերժել հներին, Հա, տարբերակելով, թե այդ նախկին իշխանության մեջ ով է, ով ինչ բարոյական արժեք ունի, ով է վատ դրսևորել իրեն, ով է լավ դրսևորել։ Պիտի մի բան արձանագրենք։ Եթե որևէ քաղաքական ուժ երկար ժամանակ իշխանություն է իրականացնում, շատ ինտելեկտուալ, կարողունակ, մասնագետներ, կառավարիչներ, գործիչներ դեպի այդ ուժն են մղվում։ այո, Եվ ամենաշատ այսպես զարգացման տիրույթ ապահովում է հենց իշխանության ներսում գտնվող իրավիճակը։ Այդ մարդկանց համար դա նպաստավոր տեղ է զարգանալու, դրսևորվելու։ Այս առումով, երբ որ ուժեղ Հայաստանը մերժում է ընդհանրապես որևէ այլ նախկինում աշխատած մարդկանց հետ համագործակցություն, ինքը որպես որակյալ կադրային բազա մարդիկ կորցնում է։ Բայց քանի որ ասեցի, մեր հասարակության ուղեղը թունավորված է, որ իրենք անիրավի, բայց մերժում են նախկիններին, Սամվել Կարապետյանեն այս պահի դրությամբ հաշվի առնելով այդ իմ ասած թունավորումը, իրանք ճիշտ քաղաքականություն են վարում, որպեսզի որևէ մեկ ընտրողնիստ իր մեջ ընտրի, իր մեջ չմտածի, թե սրանք կախված են, այս մարդիկ կապված են, չգիտեմ, նախկինների հետ։ Այս առումով ճիշտ են վարվում, հաշվի առնելով հանրային պահանջը ուղղակի։ այո, այո։ Թերևս ասում եմ, բազայի տեսակետից այդքան էլ ճիշտ քաղաքականություն չէ սա, բայց դե հիմա այդ է իրավիճակը։ Հա, դա էլ Նիկոլ Փաշինյանի կողմից իրականացված այդ հանրային դաշտը, այո, ճիշտ եք, սևերի ու սպիտակի նախկին ներկա բաժանելու այդ բաժանարար գծերի վտանգավոր հետևանքներ, որին ակամա այսպես դուրք ենք տալիս նաև։ Ես ուզում եմ անդրադառնալ հետևյալ հարցին, պարոն Մկրտչյան, տեսեք, Մոսկվայում Մոսկվա կատարած այցի ժամանակ Փաշինյան Պուտին հանդիպման ժամանակ Ռուսաստանի Դաշնության նախագահը շատ պարզ ակնարկ արեց, որ Հայաստանում կան Ռուսաստանի գործընկեր քաղաքական գործիչներ, որոնք եւ կալանավորված են, եւ խնդրեց Նիկոլ Փաշինյանին, իհարկե շեշտելով, որ դա իր որոշելիքն է, բայց նաև խնդրեց, որ հնարավորություն տա այդ քաղաքական ուժերին, այդ անձերին ակտիվ մասնակցություն ունենալ քաղաքական գործընթացներին, մասնավորաբար ընտրություններին։ Ուզում հետևյալ հարցը տալ. Պուտինի այդ առաջարկը օգնեց, թե հակառակ վնասեց Սամվել Կարապետյանին։ Ամեն ջան, Պուտինի այդ առաջարկի պատասխանը այս նախագիծն է օրենսդրական։ Այո, դրա համար եմ ասում։ Հետևաբար, իհարկե ես ուրիշ երկրի նախագահին խորհուրդ տալ չեմ կարող, բայց կարծում եմ, որ դա պետք չէր անել այդ բացահարտակում, եթե կար նման բան ասելու, խոսելու, ապա թող դա առանձին խոսվեր, պետք չէր այդպես պնդել եւ ստանալ այսպիսի պատասխան, եւ իսկ խորքի մեջ ասենք դա առանձնապես այլ երկրի գործն էլ չի, դա մեր ներքին գործն է։ Մենք պետք է այնքան ուժ գտնենք մեր մեջ, որպեսզի մենք այդ հարցերը ինքնուրույն հաղթարենք։ Դե հիմա ես էլ կարծում եմ, որ տեսեք, դրսից ազդում են այդ process-ի վրա կամ ցանկանում են ազդել, ներսից հակազդում է։ Ուժը հակազդում է։ Ստացվեց, որ ավելի վատացավ իրավիճակը։ Դրա համար ոչ պետք է բարձրացնել, ոչ տալ այդպիսի պատասխան, ոչ էլ այսպիսի գործողություն։ Եթե ուզում ես ինչ-որ բան ասել, թող ասել փակ դռների հետևում, ոչ թե բաց։ Ես կարծում եմ, որ կարող է այստեղ որոշակի վրիպումներ են եղել կամ համբերության բաժակը այնքան է լցված եղել, որ ի թիվս այլ այսպես սուր հարցադրումների, գազի հետ կապված, Արցախի հետ կապված, նաև այս հարցը բարձրացվել։ Թերևս եթե ես լինեի, ենթադրենք Եվրոպամետ գործիչ, այսպես լինեի, ես կամ թեկուզ ռուսամետ գործիչ, չլինեի, ասենք, ազգային գործիչ, ես կասեի Պուտինը դրանով ուժեղացրեց Նիկոլ Փաշինյանին, որովհետև հզոր երկրի առաջնորդը խնդրում է փոքրիկ մի երկրի առաջնորդի, որ թույլ տան ինչ-որ ուժեր մասնակցեն։ Սա ինքնին ոչ ճիշտ ձևակերպում է, բացահարտակում։ Այդպես չէ կարծում, կարծես թե ուժեղացնում է իշխանությանը, իշխանությունը գալի ասում է, դե տես
ի հակադրություն քեզ, հիմա տես ես ինչ կանեմ, ու դու չես կարող որևէ ձևով ազդել։ Դերևս ես էլ եմ ասում, ոչ մի պետություն իրավունք չունի ազդելու մեր ներքին կյանքի վրա։ Իհարկե նաև Թուրքիան իրավունք չունի, իհարկե նաև Եվրոպան իրավունք չունի, այդ թվում եւ Ռուսաստանն իրավունք չունի։ Պարոն Մկրտչյան, հնարավոր է, որ դժվար է ասել էլի, որ Պուտինը դա չի հասկանում, այդպես դժվար է ասել, բայց հնարավոր է, որ սա հակազդեցությունները, ասենք, Միացյալ Նահանգների պետքարտուղարի հայտարարությանը, թե մենք աջակցում ենք Նիկոլ Փաշինյանին։ Դա հնարավոր է, որ Ռուսաստանն էլ իր կողմից դրեց, այսինքն այսպես բացահայտ կարելի ասել, իր համակրանքը արտահայտեց առ Սամվել Կարապետյան, ցույց տալով, որ իմ թեկնածուն էլ ինքն է։ Կա այսպիսի բան։ Գիտեք, դա վտանգավոր խաղ է։ Այո, իհարկե։ Նրանց հետ էլ հասարակության ներսում հիմա ել եմ ասում, Արցախի կորուստից հետո անիրավի կերպով Ռուսաստանի որպես ստրատեգիական դաշնակցի վերաբերյալ վարկանիշը ընկած է, այսպիսի հանրային տիրույթում նորից դիսկուրսներ սահմանելը ավելի վատթարացնում է այդ հարաբերությունները։ Արևմուտքը բազմաթիվ գործիքների է տիրապետում, բազմաթիվ մանիպուլյացիոն սցենարներ է տիրապետում եւ պետք չէ իրենց օրակարգով գնալ։ Իրենք այդտեղ վիրտուոզ են, նրանց հետ այդտեղ չես հաղթի։ Այստեղ եթե այլ եւ այլ միջամտություններ պիտի անեն ուրիշ գործիքակազմի շրջանակներում, բայց ոչ այն գործիքով, որը դու չես կարող այդտեղ մրցել արևմուտքի հետ։ Նրանք այսօր նայեք, այս մեր իշխանությունների հետ, չգիտես, տարբեր տիպի բաներ ուտելը, կուկուրուզներ, չգիտեմ, բաներ, կարկանդակներ եւ այլը, դրանք բոլորը քաղաքական տեխնոլոգիաներ են կիրառված այն հանրության վրա, որի կրթական ցենզը այնքան էլ բարձր չէ, որ մարդը նույնացնի իրեն այդ մարդու հետ։ Հիմա ասենք հասարակության մեջ տարբեր շերտեր կան։ Մարդկանց մի խումբ կա ասում են, այս անկիրթ բան է, ոչ, նա շատ տեխնոլոգիա է կիրառում, քվեներ ստանալու համար, նրան իշխանությանը պետք չեն մտավորականների, գիտնականների քվեները, իրենք չեն կարող այդ քվեները ստանալ, որտեղ դրանք բանիմաց մարդիկ են, գիտեն ինչոց է։ Իրենք պիտի ստանան ավելի ներքևի շերտերի քվեները, հետեւաբար այդպիսի բաներ պիտի անեն, նույնացնելու իրենց այդ սովորույթային ցածրակարգ մշակույթի հետ։ Ճիշտ է, եւ քանի որ Պուտինի այսպես հայտարարություններին անդրադարձանք, չեմ կարող չասել Արցախի հետ կապված։ Հետաքրքիր էր Արցախի հարցի մեջտեղ բերելը եւ ընդ որում շատ հետաքրքիր էր հետեւյալ շեշտադրմամբ, որ Պրահայում 2022 թվականին դուք ճանաչել եք Արցախը Ադրբեջան եւ դրանից հետո մենք չէինք կարող որևէ բան անել։ Այդ թվում նաեւ ինքը այդ հայտարարության կամ Նիկոլ Փաշինյանի այդ կողմից ստորագրված այդ հակահայկական փաստաթուղթը համարեց նաեւ հապկի գործնեության հետ կապված այսպես հիմք հետագա գործնեության հետ կապված։ Եվ դրան էլ ի պատասխան ստացանք Նիկոլ Փաշինյանի այսպես խոսքը, թե դրանից առաջ Ռուսաստանի Դաշնության նախագահը 2 անգամ ասել է Արցախը Ադրբեջան է, Ադրբեջանի տարածք է, եւ այստեղ տեսնեիք, թե ինչ էր կատարվում Facebook-յան տիրույթում, սոցցանցերում, բոլորը այդ ՔՊ-ական շրջանակները, թե այ ժողովրդի խոսքով ասած կամ իրենց բառերով ասած Պուտինի պորտը տեղը դրեցին, հա, Մկրտչյան, բայց հիմա այստեղ ես ուզում եմ հասկանալ, ինչու Վլադիմիր Պուտինը բերեց Արցախի հարցի այդ շեշտադրումը, հնարավոր է, որ Ռուսաստանը այնուհանդերձ փակված չի համարում Արցախյան խնդիրը։ Գիտեք, սիրելի Արմինե, երբ որ փոքր պետությունը իր շահերը սկսում է գցել խոշոր տերությունների շահերի բախման անկյունում, այդպիսի բաներ են լինում։ Բնականաբար Ռուսաստանը եւ Պուտինը այդ խոսակցություններում հստակ տանում էր Ռուսաստանի Դաշնության շահը, նա Հայաստանի շահը չէր տանում։ Նույնպես եւ Նիկոլն էր փորձում այդ պահին իր թիմի համար եւ Հայաստանի համար որոշակի շահեկան դիրք գրավել։ Հիմա, քանի որ Արցախի հարցը արդեն իսկ Մինսկի խմբի լուծարումով անցել է մի վատ փուլ, բավականին վատ փուլ է անցել։ Այստեղ փորձել է Վլադիմիր Պուտինը, ինձ թվում է փորձում էր այդ մեղադրանքը, որ Արցախի հանձնումը գցում են Պուտինի գրպանը, այսօրվա իշխանությունները, փորձեց դա իր տիրույթից դուրս բերել։
Բայց Նիկոլը բավականին վարպետորեն վերցրեց այդ խաղաքարտը եւ վերադարձեց նրան, որ նախկինում դու ես ասել։ Հիմա այսպեսի մի հարց։ Իսկ եթե այդ նույն Պուտինը ասի մեղրին պիտի տաս, ինքը պիտի տա, եթե ասի գիտես Երևանի մի մասում էլ պիտի վերադառնան 300,000 թուրքեր ապրել, ինքը պիտի տա, ինչ կապ ունի Պուտինը ինչ էր ասել նախկինում, կամ Վենսը ինչ էր ասում, կամ չգիտեմ Էրդողանն ինչ էր ասում։ 2022 թվականին Պուտինը չի զանգի իրան ասել դու Արցախը ճանաչիր։ Նա գնացել է Եվրոպա, չգիտեմ, ճնշել են, շանտաժ են արել կամ իրենց հետ համագործակցության տիրույթներ են սահմանել, խաբել են կամ ընդհակառակը չեն խաբել, համաձայնություններ են ձեռք բերել եւ Արցախը հանձնել են։ Բնականաբար այդ հայտարարությունից հետո, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել, ինքը քաջ գիտակցել է, որ ժամանակի հարցը, որ հայությունը այնտեղից պետք է դուրս գա։ Ինքը քաջ գիտակցել է դա եւ գիտակցված է գնացել այդ քայլին, այդտեղ չկա մոլորություն։ Հիմա ելի եմ ասում, ինչ կապ ունի թե որ երկրի բարձրաստիճան ղեկավարությունը ինչ է ասում։ Միգուցե աշխարհը հիմա այնպիսի իրավիճակում է գտնվում, որ տարբեր հզոր ուժային կենտրոններ իրար մեջ առևտուր անելով ուրիշի հաշվին փորձում են դիրքեր ամրապնդել։ Մենք տեսանք Սիրիայում այդ երևույթը լինում, այդպիսի երևույթներ տարբեր տեղեր են լինում։ Այսօր Պարսկաստանի հետ կապված են փորձում հզորները այդպիսի բան անել։ Նույնն էլ այլ են մեր գլխին, բայց ի տարբերություն այն երկրների, որոնք դիմադրել են, մեր երկիրը չի դիմադրել։ Մեր երկիրը հանձնել է հոժարական։ Էս է։ Թե չէ այստեղ Պուտինը ինչ կապ ունի կամ թեկուզ Վենսը ինչ կապ ունի կամ մեկ ուրիշը։ Միայն սա ազգային շահի խորը գիտակցման եւ այսպեսի մի կարևոր բան եմ ասում։ Եթե պետության ղեկավարը կամ պետության շատ բարձրաստիճան ղեկավարներ պատրաստ չեն իրենց ազգ զոհելու իրենց պետության հայրենիքի համար, մնացածը բոլորը այսպես արդարացումներ են։ Իսկ եթե պետության ղեկավարը պատրաստ է իր ազգը զոհելու, ցանկացած հարթակում շահը առաջ տալու բացառված է, որ այդ երկիրը պարտվի։ Ունենա ժամանակավոր նահանջներ, բայց երբեք ընդհանուր առմամբ չի պարտվի։ Բայց մենք այսօր ունենք մի իշխանություն, որը անդադար սպասարկում է օտարի շահը, օտարի օրակարգը, օտար ասելով էլ ոչ ավել ոչ պակաս թշնամական պետության Ադրբեջանի, որը հայտարարել է 1918-ին ցեղասպանություն է եղել հայերի կողմից ադրբեջանցիների նկատմամբ, եւ որ նույն ժամանակ Արցախում կոտորում էին, հա, կամ Թուրքիան ցեղասպան Թուրքիան ինչ է իրականացրել հայ ժողովրդի նկատմամբ եւ այսօր մի ամբողջ հայության հայրենիք բռնազավթել, օկուպացրել է ու այսօր Նիկոլ Փաշինյանն ասում է հանկարծ չհիշեք Արևմտյան Հայաստանի մասին, թե չէ պատերազմ կլինի։ Ասում է հանկարծ չհիշեք Արցախի անունը չտաք, թե չէ պատերազմ կլինի։ Հիմա սա մինչև ուր կարող է գնալ։ Պարոն Մկրտչյան, դուք ձեր խոսքում ասեցիք, որ չի հավաքի 50+ ձայն Նիկոլ Փաշինյանը, բայց Փաշինյանը տեսեք ինչ տեխնոլոգիա է օգտագործում։ Մեր ժողովուրդը, որը հոգնած է, խիստ անհանգիստ է, վախեցած է նաև, հա, պատերազմի այդ արյունոտ այդ բովով անցել է եւ այն որ ասում են մեջքն էլ հələ չի հասցրել շտկել։ Լավ չի դա իհարկե, լավ չի։ Բայց այս վիճակում է մեր ժողովուրդը։ Հիմա այդ ժողովրդին ինքը անընդհատ ասում է ես խաղաղության կուսակցությունն եմ, նրանք ովքեր մնացած բոլոր ընդդիմադիրները պատերազմաբեր են, որեկան թե չէ զրոյական կետից են սկսելու ու պատերազմա սկսվելու։ Հիմա ոնց մենք հավատանք, որ մեր ժողովուրդը այդ խայծը կուլ չի տա, որտեղ ես տեսնում եմ, չէ, խայծը կուլ տվողներ շատ կան մեր շրջապատում եւ ճիշտ քվեարկություն կիրականացնի։ Ինչ պիտի անի ընդդիմությունը հասցնելու մեր ժողովրդի դիտակցմանը, որ հերթական ստի մանիպուլյացիայի հետ գործում եք։ Արմեն ջան, ես պատրաստում եմ մի գրավոր փաստաթուղթ ուղարկել առաջատար ընդդիմադիր ուժերին, հետեւյալ առաջարկով, որ ձեր հարցի պատասխանն է ինչ անի, որ այդ վախերը թոթափի։ Պետք է բացի նրանից, որ կան ընտրությանը մասնակից ուժեր, որոնք ակնկալում են քվե։ Նաև կան շատ ուժեր, որոնք քվե չեն ակնկալում, որտեղ իրենք ընդհանրեն ընտրողներ են։ Այսինքն այն աջակից ուժերը, որոնք այս կամ այն կուսակցության կամ դաշինքի աջակիցներն են, նրանցից պետք է կազմավորվի քարոզչական խմբեր, որոնք պետք է համընդհանուր լցվեն ամբողջ գյուղական բնակավայրերը, որտեղ ավելի թույլ է ինֆորմացիայի
քանակը եւ այլը, եւ այնտեղ բացատրեն նման եւ այլ տիպի կարևոր խնդիրներ։ Եթե մեկը ինձ հարցնի, բա ընդդիմությունը պատերազմ բերի, իսկ Նիկոլը խաղաղություն, ընդհանրապես պիտի հիշեցնեմ, թե այս ընդդիմության նախկինում ղեկավարների կամ այս ընդդիմության շնորհիվ է պատերազմը եղել Արցախյան եւ 44-օրյա պատերազմ, Ջերմուկի դեպքեր, չգիտեմ, Սև լճի դեպքեր եւ այսպես տասնյակ դեպքեր, 200 կիլոմետր տարածքի գրավում, Կիրանցի դեպքեր, հա, Կապանի օդանավակայանը ընդհանուր մինչև Պարեսպի մոտ մոտենալը, սրանք բերել են կամ պիտի բերեն ընդդիմության ներկայացուցիչները, եթե հաղթեն, թե արդեն բերել են։ Ընդհակառակը ընդդիմը պիտի բացատրեն, որ եղբայր, եթե այս պատերազմների կամ միջադեպերի պարտությունների շղթան շարունակվում է, այսօր Արարատը գերբից դուրս են բերում, ասում են, եթե հայ առաքելական եկեղեցին, մենք դա չենք քննարկում, բայց հայ առաքելական եկեղեցին, որը ազգային միակ կազմակերպված ինստիտուտն է մնացել, բանակներ քանդում են, եկեղեցինակ քանդում են, ինքնությունը բնաջնջում են, այստեղ գնում է սողացող պատերազմ հայի ինքնության դեմ, պիտի բացատրել, այնպես չէ, որ գյուղացիները չեն հասկանա դա, բացատրել, որ եղբայր, Հայաստանում որ գյուղը մտնես, ասես պապերդ որտեղից են, ասելու արևմտյան Հայաստանից, քչերն են, որ այս կողմերից են, ու ասել ես եղբայր, արևմտյան Հայաստանը ինչու կորավ, այս պատճառով, շատերն ասում են, կորավ, որտեղ մենք պետություն չունեինք, հիմա էլ պետություն ունենք, Արցախը կորավ, ով է մեղավորը, բացատրում ես, եթե նա ուղեղը անջատած զոմբի չի կարող նա չհավատալ, դրա համար եմ ասում, այսպիսի խմբեր է պետք սարքել, 3 հոկանոց, 4 հոկանոց խմբեր, տարբեր հարյուրավոր այդպիսի խմբեր եւ ուղղակի բոլոր փոքրիկ եւ միջին համայնքներում քարոզություն անել, մեկ առ մեկ տուն մտնել, բացատրել, սա տեխնաջան աշխատանք է։ Այս մեթոդը մենք կիրառել ենք 1996 թվականին, երբ որ ԱԺՄ-ի անունից առաջադրվում էր Վազգեն Մանուկյանը, ես անձամբ շտաբի պետն էի, սովետական շրջան էր կոչվում, Խանակեղ Զեյթուն, Մանումենտ, Ավան եւ Մասիվ։ 3 հոգով սկսել ենք տուն մտնելու process-ը, 3 հոգով։ 15 օրվա մեջ մեր թիմում արդեն 60 մարդ էր հաշվարկվում, իսկ ընտրությունները ավարտից հետո 300 հոկանոց կառույց դարձավ այդ։ Այսինքն մենք երբ որ մտնում ենք սկզբից դուր ենք թակում, դուրը շփոթնում են մեր դեմքին։ Գնացեք, պետք չի, բան, հերիքա խառնեք երկիրը, բայց վերջում արդեն մարդիկ լսելով մեզ սուրճ են հյուրասիրում եւ շնորհակալություն են հատնում, որ իրենք ճիշտ բացատրել են իրավիճակը։ Նույնը հիմա պետք է անել։ Հիմա եւ եթե վերջացնելու կլինենք, մենք փոքրիկ առակ պիտի պատմեմ։ Հա, անպայման, եզրափակման պահին կխնդրեմ, կհիշեցնեմ, որ պատմեք, շատ կարևոր բան ասեցիք, պարոն Մկրտչյան, ես շատ շնորհակալ եմ, որովհետև եթե պիտի գնան, ասենք, մի շրջան, մարզ, գյուղ, այսպես հավաքվեն ակումբային հանդիպումների իրենց այդ համակիրների շրջանակով մենք բացարձակ հաջողության չենք հասնելու, որովհետև համակիրները այսպես թե այնպես ընտրելու են ետ ընդդիմությանը, բայց դու քո շրջանակը պիտի մեծացնես, տուն առ տուն, եւ կարծում եմ այստեղ պիտի բոլորս լծվենք այդ աշխատանքին, ոչ թե այսպես նստած ինչ որ սրահներում քննարկումներ իրականացվի, այլ ուղղակիորեն պետք է աշխատել այս քարոզչության ուղղությամբ։ Եվ կուզեմ մեր այսօրվա հարցազրույցը իհարկե թեմաները շատ էին եկեղեցու հետ կապված, դա մենք առիթ կունենանք, որովհետեւ դուք շատ ազգային մտածողության մարդ եք եւ շատ մեծ սիրով կուզեմ այդ թեմաների հետ կապված ձեզ հետ զրուցել մեկ այլ անգամ, բայց ուզում եմ հետեւյալով նաեւ ավարտենք մեր զրույցը, անվտանգության երաշխավորը կպատկերացնեիք մի իշխանություն, որը կհայտարարեր, որ ոչ ավել ոչ պակաս Ադրբեջանը Հայաստանի անվտանգության երաշխավորն է, այսպիսի բաներ։ Եվ կարծում եմ, եւ թե սա նաեւ ասվի մեր ժողովրդին, մարդիկ հարց կտան, բայց այդ ինչպես։ Հիմա ձեզ համար հասկանալի այդ Եփվանից ցեղասպան Ադրբեջանը, որի ձեռքերը ցեղասպանությունից այսպես մաքրել է ուզում Նիկոլ Փաշինյանը, փաստորեն դառնում է նաև Հայաստանի երաշխավորը։ Այդ շատ նման է այն առակին, երբ գայլին կարգում են ոչխարների հովիվ։ Թող ինձ ների իմ ժողովուրդը, բայց շատ նման է այդ իրավիճակը դրան։ Լսում եմ ձեզ, պարոն Մկրտչյան։ Ուրեմն հատուկ ծառայությունների տիրույթում կա ստի դետեկտոր հասկացողություն։
երբ որ մարդուն ուզում են ստուգեն նախապում է թե չէ, այդպես տոկերի են միացնում եւ հարցերի միջոցով կարողանում են բացահայտել այն ինչ որ ինքը խոսում է կամ ինչ որ մտածում է։ Հիմա տվյալ անձնավորությունը, որ այդպեսի բան է ասել, անվտանգության երաշխավոր Ադրբեջանն է, իրավիճակից ելնելով այդ դետեկտորը, որը այդ իրավիճակն է, միացել է եւ բացահայտել է իր ներքին համոզմունքը, այսինքն եւս մի անգամ ապացույց, որ այս իշխանությունները Հայաստանը տանում են թուրք-ադրբեջանական ազդեցության տիրույթ, այսպես ասած տանում են վիլայետ դարձնելու։ Հետեւաբար, այո, վիլայետի դեպքում անվտանգության երաշխավորը Ադրբեջանն է, եթե Հայաստանը դառնա արևմտյան Ադրբեջան։ Այդ դեպքում երաշխավոր ինքը կլինի, այսինքն եւս մի անգամ իրենք լեզվի սայթակումով ասում են, որ այո, մենք ձեր տանելու ենք իրենց հպատակության եւ ձեր ֆիզիկական գոյությունը իրենք թույլ կտան, բայց դուք արդեն այն հայ չեք լինի, որ ձեզ պատկերացնում եք։ Չեք լինի դուք Մովսես Խորենացու, չեք լինի դուք Ներսես Շնորհալու, չեք լինի Վարդան Մամիկոյանի, Հայկ Նահապետի եւ այլնի։ Եվ այստեղ մի կարևոր բան ասեմ, եթե ժամանակը թույլ է տալիս, Այո, շատ հաճախ համալսարանում շփվելուց ուսանողները իրենց որ դիմում եմ տարբեր հարցերով սկսում են քննարկել, իրենք ասում են ինչու ես պիտի անեմ էլի դա, ասում գնացեք արդարամիտ ընտրություն կատարեք, լսեք շատերին, ասում են ինչու ես եւ ինչու պիտի հիմա անեմ։ Ես այսպես եմ պատասխանում, ասում եմ երբևէ դուք ես հարց տվել եք թե 5000 տարի առաջ, եթե Հայկ Նահապետը չնդվզեր բելի դեմ եւ հետո իր նետով չխոցեր բելի կուրծքը, ինչ տեղի կունենար։ Ուղղակի հայերը չէին լինի, չէ՞։ Այդ ամբողջ պատմությունը ուրիշ ընթացքով կստանար եւ աստվածուրացությունը, որը այսօր իշխանության ձեռամբ մտցրել են մեր եկեղեցի այդ տիրադավերի միջոցով, դա չէր լինի։ Այսինքն, եղբայր, դու պիտի ասես, եթե ես չեմ, բա ով պիտի անի։ Ես պիտի անեմ, որպեսզի իմ երկրի, իմ ազգի, իմ ընտանիքի ճակատագիրը գնա այն Հայկ Նահապետի դրած ուղղությամբ։ Եթե ես դա չեմ անում, եւ հիմա պիտի անեմ, իսկ ինչու հիմա, որտեղ հիմա մեր երկրորդ սարդարապետն է, որի սահմանագիծը կամ ճակատը անցնում է հունիսի 7-ի քվեթուփի մոտ։ Այդ շիրմայի մոտով է անցնում այդ սահմանը։ Այո, ճիշտ եք ասում, եւ որպես վերջաբան ես սիրով կուզեմ լսել ինչ էիք ուզում ասել եւ դրանով ամփոփել կամ կրճատել։ Ռատանան որոշում է հրաժարական տալ։ Եվ երկար մտածելուց հետո ասում է իմ գործիքակազմի մեջ լիքը գործիքներ կան, որոնցով ես մարդկանց գայթակղել եւ մեղքի մեջ եմ գցել, եւ որոշում է դրանք անել աճուրդի։ Հիասթափություն, բարկություն, նախանց, ագահություն, որկրամոլություն եւ այլն։ Այս գայթակղության գործիքները անում է վաճառքի, մարդիկ մեկ վայրկյանում բոլորը գնում են, սատանան մի փոքրիկ գործիք sense թաքուն դնում է իր փոքրիկ պայուսակի մեջ եւ փորձում է հեռանալ, ամբողջ աղաղակում է թե չէ, բան արա, այդ ինչ է տանում, այդ էլ վաճառի, ասում է չէ, սա իմ գլխավոր գործիքն է, պահում եմ, որ հանկարծ եթե փոշմանեմ հետ գամ, կարողանամ նորից ամենակարևոր կետերում ձեզ գայթակղեցնեմ ու փչացնեմ ձեզ նորից, շատ եմ պնդում, սատանան բացում է այդ գործիքը եւ ասում է սա հիասթափության եւ հուսահատության գործիքն է։ Հիմա երբ որ նայում եմ, թե այս իշխանությունը ոնց է մարդկանց բերել հիասթափություն եւ հներից եւ նորերից եւ հուսահատության, իսկ քրիստոնեության մեջ ամենահզոր մեղքը, որը ներելի չի, դա հուսահատությունն է։ Երբ որ դու արդեն հուսահատվել ես եւ չես ընդունում, որ Աստված ամենակարող է եւ ամենափրկիչ, եւ չես ուզում վերջի պահին նույնիսկ հետ դառնալ Աստծուն, խնդրել, որ ինքը քեզ ների։ Այս հուսահատության սատանայի գլխավոր գործիքը այսօր այս իշխանության պայուսակի մեջ դրած է եւ իրենք պարբերաբար դա կիրառում են։ Մեկ պատերազմ մեզ վախեցնելով, մեկ չգիտեմ բենզինի, գազի հետ կապված հարցերով, մեկ չգիտեմ Եվրոպան է այստեղ գալու խոսելու եւ այլ եւ այլ։ Սիրելի ժողովուրդ, հուսահատության գործիքը ոչ պետք է գնել գործող իշխանությունից, բայց նաեւ պետք է մերժել, վերցնել, դնել սալին եւ ջարդել այն մուրճով։ Այսպես պիտի ավարտենք մենք հունիսի 7-ը։
Շատ շնորհակալ եմ եւ շատ հետաքրքիր օրինակ բերեցիք, ինչի վիճակում այո գտնվում է մեր ժողովուրդը, ամեն ինչ արել են մեզ թուլացնելու, մեր զգոնությունը թուլացնելու, մի տեսակ ոնց որ մենք մեր հայկականությունից հեռացած լինենք, այն ոգեղենությունից հեռացած լինենք, մենք սերունդն ենք 88-ի, չէ, այդ ազատագրական Արցախյան պայքարի եւ մեզանից ամեն մեկի համար դա մեծ ցավ է տեսնել, թե ինչ իրավիճակ է եւ կորցրած Արցախը կորցրած ժողովուրդը ոնց է այսպես հանգիստ դատանում եւ հանգիստ ընդունում, որ նաեւ կարող է ինչ եղել, որ մյուս տարածքներն էլ զիջվեն։ Իզուր չէ, որ 250 քառակուսի կիլոմետր մեր սուվերեն տարածքից հանգիստ նվիրաբերել է Ադրբեջանին եւ ժողովուրդը դարձյալ լռում է։ Հուսանք ճիշտ եք ասում, Պամկրտչյան, որ հունիսի 7-ը, որը կդառնա մեր Սարդարապատը, մեզ կբերի ազատագրում, ես չեմ ասում ուրիշ բառի բուն իմաստով մենք այդ պայքարի մեջ ենք, ազգային ազատագրական պայքարի մեջ ենք։ Դա կլինի մեր ազատագրման օրը, հակառակ դեպքում հայ իր հայրենիքում ուղղակի կդառնա կամ փոքրամասնություն, կամ պարզապես Հայաստանը չի լինի հայոց հայրենիք։ Սա ինչ-որ այսպես վատատեսական նոտայով չէ, սա ցավոք մեծ ցավով պիտի արձանագրեմ այն իրականությունը, ինչի առաջ մենք կանգնած ենք։ Ես շատ շնորհակալ եմ ձեզ հետ այս հարցազրույցի համար, կարծում եմ, որ շարունակվի մեր հարցազրույցները, ձեզ հաճախակի լսելու հնարավորություն կունենա մեր ունկնդիրը։ Եվ այժմ ինձ մնում է տեղեկացնել, վերհիշեցնել ավելի ճիշտ իմ հեռուստադիտողին, որ տեսակապով ես զրուցում էի հասարակական քաղաքական ակտիվ գործիչ Վարամ Մկրտչյանի հետ։ Լավ եղեք, կհանդիպենք։ Ցտեսություն։ Շնորհակալություն, ստեսնում ձեզ։